Լիզբոնի սխրագործության 30-ամյակին առիթով ուրբաթ 26 հուլիսի երեկոյան Բուրչամուդի քաղաքաբերանի հրապարակեն ընթաց կրավ քայլարշավը մասնակցությամբ մեծ թիվով հայորդիներու։ Ժողովրդային հոծպազմության կողքին այս քայլարշավին իրենց մասնակցությունը բերին նաև 30 ֆրանսահայեր։ Քայլարշավը առաջնորդեց Կոմինոթմենի փողերախումբը, որում չահերով հաջորդեցին Պոլիտալեմի եւ Բադանեգամ միություններու մեծ թիվով անդամներ։ Քայլարշավը ուղղվեցավ Բուրչամուդի քաղաքաբերանի դաշտին կողքեն դեպի Բուրչամուդի ազգային քերեզմանատուն, ուր ամփոփված են 5 տղոց՝ Սիմոնին, Սակոին, Սետրագին, Արային եւ Վաչեին աջունները։ Նահատակներ, որոնց մեզի ողջերու սուղած պատկամը կմնա անժամանցելի։ 5 հերոսներուն շիրիմ ուխտադեղին վրա առաջին հերթին կատարվեցավ հոգեանկստյան արարողություն, որում նախակահեց Լիբանանի հայոց սեմի առաջնորդ Քեղամարքեպիսկոպոս Խաչերյան։ Հոգեանկստյան արարողության ավարտին 5 հերոսներուն հիշատակի ոգեգոճման ձեռնարկի մասնագետները մոմեր վարեցին եւ ձաղիկներ զետեղեցին անոնց շիրիմին, ուր նաեւ վերանորոգեցին իրենց ուխտը, երբեք մտահանջնել Լիզբոնի գործողության պատկամը։ Ապա հիշադակի ձեռնարկին փացումը կատարեց Նազո Փոլադյան, որ ներկաները հրավիրեց 1 վայրկյան հոդնգայս հարկելու 5 նահատակներուն հիշադակը։ Կոհիցա Լիբանանի երիտասարդական միություններուն անունով խոսք արավ Քոքո Էկմեկչյան, որ նշեց, թե Լիզբոնի գործողությունը խորհրդին արտնցուց միջազգային հանրային գարձիկը բոլորին հայացքները ուղղելով դեպի 20-րդ դարու առաջին մեծ ոճիրին հայկական ցեղասպանության վրա։ Անանդրադարձավ բոլոր հարցերուն եւ տագնապներուն, որոնք այսօր կհամենան մեր իրականության մեջ ազգային թիմակիցն ու էությունը վտանգելով։ Քոքո Էկմեկչյանի խոսքին հաջորդեց 2 երգի նվագ շվիի վրա կատարողությամբ Հրակ Փափազյանի։ Օրվան փանախոս Հակոբ Հավատյան նախայդարարեց, որ այսօրվան պայմաններում մեջ Լիզբոնի գործողությունը ավելի քան թելադրական է արդարության վերականգնման, հայության անգորընչելի իրավունքներու վերադիրացման, հայության հավաքական նկարագրի դրսևորման տեսակետեն։ Հավատյան համոզում հայտնեց, որ Լիզբոնի 5-ին քերմարտկային սխրագործությունը իր մեջ կբարունագե անձնականեն բարձրանալ եւ հավաքականը առաջնահերթ համարելու պատկամը։ Ազգային խորհրդանիշի վերածված 5 տղոց սխրագործության խորհրդին անդրադառնալով Հակոբ Հավատյան նշեց, որ թեև փորձեր կկատարվին տղոց քերակույն զոհաբերության հետ այլ ձևով վարվելու, որպեսզի լրացնեն արդարության ցայնը եւ հանրային գարձիկը շեղեն, սակայն իրականությունը կմնա, թե Լիզբոնի 5 հերոսները քաղաքապարական եւ հեղափոխական երկունքի մծնունդն են եւ որոնք դարձան համայն հայության ընդվզման արտահայտիչը։ Իրականությունը, որ փնավ մոռացության պետք չէ դրվի, ինչպես համայն մարդկության, նաեւ Հայաստանի մեջ։ Ապա Լիզբոնի դղոց մեծ Սիմոնի Զարմուհին Նանոր Թորոսյան ասմունքեց, ինչպես նաև ցուցադրվեցավ 5 հերոսներուն նվիրված դեսերիզմը, որում հաջորդեց 2 երգ մեկնաբանությամբ Քևորգ Բեբեջյանի։ Ձեռնարկի ավարտին Լեմիգետրոնական վարչության կողմէ հատուկ հուշանվերներ հանձնվեցան 5 տղոց հարազատներուն, որոնք նաև հուշանվերները ստացան այս առիթով ուխտակնացության համար Լիբանան ժամանած 30 ֆրանսահայերու կողմէ։ Լիզբոնի հերոսներուն նվիրված հիշադակի ձեռնարկի իր ավարտին հասավ վերքերով լի երգին հավաքական կատարողությամբ։